Բայց շատ կարևոր մի բան ասեմ պետության եւ համայնքի պարտավորությունների համար, կառուցապատողը որպես ներդնում իրականացնող կամ դրսից եկած ներդնողը չպետք է գա Հայաստանում կառուցապատման գործունեության ժամանակ սկսի զբաղվել, չգիտեմ, օրինակ, գազի գիծ բերելու գործով, հոսանքի ենթակայան կառուցելու գործով։ Նայեք Բաթումին ինչպես արեցին, որ սենց շատ արագ սկսեց զարգանալ եւ սկսեց շատ լուրջ համաշխարհային խաղացողներ ներգրավել։ Ուղղակի համայնքը կամ պետությունը յուրաքանչյուրի լիազորությունների մեջ ստեղծեցին այդ ենթակառուցվածքները, դա կլինի ճանապարհ, չգիտեմ, դպրոց, պոլիկլինիկա, հոսանքի գծեր, խողովակներ, կոյուղատարեր, ջրագծեր, գազատարեր, ինտերնետ հասանելիություն եւ կառուցապատողին ասեցին եղբայր, այս լոտը ոչ թե մենք վաճառում ենք օրինակի համար կադաստրային արժեքով կամ չգիտեմ ինչքանով, լավ, հաշվեցին այդ քառակուսիմետր այդ հողի $500 էր կադաստրային արժեքը օրինակ, բայց վրա ներդրում են արել մեկ քառակուսի հաշվարկով ասենք $200, իրանք ազնիվ գտնվեցին, ասացին մենք այս հողը որպես պետություն վաճառում ենք $700, արի դու այս քո տարածքիդ մեջ արդեն կառուցապատումը իրականացրու։